Հաղորդման հովանավորն է MG Group-ը։ Հաղորդման գործընկերն է Տունդեպո կահույքի սրահը։ Ինչու ես չարություն անում դու այսօր։ Չարության գինը չարությունն է։ Դու էլ այնտեղ էիր իմ հանդեպ չարություն անում։ Ես չարություն Բարի, եղիր ես բարությամբ չեմ։ Բարի նպատակներով տեսագրում էի մեր մուտքը։ Բարի նպատակներով չարություն չեն անում։ Բարին բարի է, չարը չար։ Ինչ բարի նպատակներով չարություն է անում։ Տեսար այնտեղ ինչ էիր անում։ Դու բարի ես, Վերանս չբացես։ Իսկ կա մարդ, որ ասի, գիտես, ես չար եմ։ Ես բարի մարդ եմ, շատ։ Հա, բարության տիպ։ Բարի մարդիկ եթե այ բարի մարդիկ եթե շահ չեն ունում, բարություն չեն անում, նա ինչ է կամ մտքից, չէ, դա այդպես չի։ Կարող է այդպես է։ Ով գիտի։ Կարող է այդպես չի։ Արի հրավիրենք մեր առաջին հյուրին եւ սկսենք այսօրվա քննարկումը։ Հասկանանք, ով է բարին, ով է չարը, չարու բարի պայքար եւ առհասարակ։ Չարն ու բարու առեղծվածը։ Դիմավորեք։ Այսօր առաջինը մեզ է միացել ռեժիսոր եւ դերասան Զոհրաբ Բեկ Գասպարենցը։ Բարև ձեզ, բարի գալուստ, լույսը վառիր տաղավար։ Նահանգներից ուղիղ չվերթով եկել եք, ինչ երկար եք մնալու ոնց հասկացանք։ Նախ առաջ բարև ձեզ, շնորհակալ եմ, որ հյուր եմ ձեզ, ես որպես ես հյուր դատարկ ձեռքով չեմ եկել։ Քանի որ ֆիլմը գնում է ամսի 10-ից բոլոր կինոթատրոններում, համեցեք։ Շնորհակալ ենք։ Լավ արձագանքներ, շատ լավ արձագանքներ լսել ենք, մենք էլ կգնանք կդիտենք։ Դուք էլ համեցեք, բարի Երկար մնալը դա ես ճիշտ է 20 տարի է արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց միշտ գնում գալիս եմ, այնպես որ ես ֆիզիկապես եմ կարող այնտեղ, բայց որ գալիս եմ այստեղ եք։ Հոգով, մտքով չեմ կարող ես առանց Երևան, առանց Հայաստան։ Չէ, այ տեսեք բարի մարդիկ վերնագիրը եւ ձեր ֆիլմի վերնագիրը եւ մեր այսօրվա թեման պատահական չէ, մեծ առողջություն ունի ձեզ հետ։ Այ խոսելու ենք այսօր ոչ միայն բարի, այլև չար մարդկանց մասին։ Ըստ ձեզ մարդը երբ է չարանում։ Նախսենանից որ չար մարդ կամ չար մարդը չարանում է, բայց իր մեջ հաստատ բարին կա։ Այդ բարին ստիպված թաքցնում է երևի, որպեսզի այս իրականության մեջ ինքը չարությունը ավելի է տեղ տալիս, ավելի է ի հայտ բերում չարությունը, որպեսզի փորձի գոյատևել։ Այսինքն դա զսպող մեխանիզմը ինչ է, զսպող օղակ է։ Գիտես, sense մի հավ, երևի չեմ ուզում մեղադրել, բայց չարությունը դա մի քիչ կրթության հետ կապված խնդիր կա, որովհետև կիրթ մարդը չի կարող չարանալ։ Աստվածաշունչ իմացող քրիստոնյա մարդը, առավել ևս հայ առաքելական եկեղեցու հետևորդը, ինքը կարող է զանազանել չարն ու բարին։ Իսկ այնը որ չի զանազանում, ինքը արդեն ինքը երջանիկ է, որ կարող է փնտրի ու գտնի, որ բարություն կա։ Իրան ավելի մեծ բաներ է սպասվում, երբ որ ինքը բարությունը գտնի ու տեսնի, որ այսքան ժամանակ ինքը այդ բարին իր մեջ թաքցրել է, պահել է, որպեսզի ասում են, չէ, լավ է, բոլորը այս կյանքը սաղ չարաում դեմ բարություն, ու շատ հաճախ իրանք շփոթում են բարությունը էշության հետ։ Դա տարբեր բաներ են։ Մարդը ասում է, դե լավ, բարի լինելը էշ լինելը, ոչ, մեկը մյուսի հետ կապ չունի։ Բայց շատ պատասխանատու համարձակ հայտարարություն արեցիք, մարդ եթե չար է, ուրեմն ինքը կրթված չէ։ Իհարկե։ Դա պատասխանատու դա իրականությունն է, որովհետև ինչա կրթությունը, ինչա քրիստոնյան, եթե ինքը քրիստոնյա է, ինքը ուրեմն զանազանում է, որ նա չար, որ նա բարին, սևը սպիտակը կարողանում է զանազանել։ Ես չեմ խոսում են քրիստոնյաների մասին, ովքեր կնքվում են զուտ չհասկանալով, թե ինչի են կնքվում, ինչա քավորը շատ փող ունի, ես դա չեմ հասկանում։ Չէ, հարևանն էլ է կնքել երեխային։ Հա, ինքն տես մեծան։ Զոհրաբ Աստծո խոսեցիր քրիստոնեությունից, զուգահեռ անցկացնելով պետք է համամարտկային այսպես խոսք հնչեցնեն, որ ասում են բարի մարդկանց Աստված վերցնում է։
Չարերը այս երկրի վրա շատ ավելի տեղ ունեն եւ կարծես այսպես ծաղկում են, վարգավաճում են եւ հաջողում են։ Այս ինչի մասին է խոսքը։ Կա ինչ է նշանակում բարի մարդկանց տանում է։ Լավ մարդկանց տանում է։ Դա չեմ կարող ասել ավելի ճիշտ, ասենք քրիստոնեական բանով, ուսմունքով, որովհետև դա չեմ կարող ասել, բայց կփորձեմ բացատրել ինչ երևի նկատի ունեն։ Տես ես օրինակ չար մարդու հետ կզրուցեմ հաստատ։ Կզրուցեմ, կփորձեմ իրա գտնել իրա բարի կողմերը եւ գտնել թե ինչի է ինքը այդ բարությունը թողել, ինչի համար է ինքը հրաժարվել այդ բարությունից։ Եվ ինքը հաստատ ունի այդ բարին եւ կգա այդ բարուն։ Օրինակ այս ֆիլմը հիմնված է Ուիլյամ Սարոյանի Գեղեցիկ մարդիկ ստեղծագործության վրա եւ այնտեղ մի տողեր կան, որ ասում է այքո նման թույլ չար մարդիկ են հրահրում պատերազմներ։ Այսինքն ինքը պատերազմը ինքն իրանով վատ բան է, բայց դու միշտ պետք է պատրաստ լինես յուրաքանչյուր պատերազմ։ Պատերազմը անպայման չի դա այդ մարտական պատերազմ։ Մենք այսօր կյանքում հակամարտությունը է, այսպես։ Դա մեր մեջ, այո, մենք մեր մեջ սովորական հասարակ մահկանացուներս մենք այնքան պատերազմներ ունենք, որ մենք չենք հասկանում, կամ էլ հասկանում ենք ու պատերազմի մեջ ենք մտնում։ Այո, որ ասում է բարին կտանի չարին, գիտես դա երևի հաղթանակն է բարում։ Սովորաբար ասում են դա այդ բարին մենակ գրքերում է հաղթում, հեքիաթներում է հաղթում, ոչ կյանքում էլ է հաղթում։ Գիտես ինչ, մի հատ շատ լավ խոսք է, շատ եմ կրկնել, բայց չեմ զլանա կրկնելուց։ Ասում է չարը հովանավորություն ունի, ֆինանս ունի, փող ունի չարը։ Երկրի վրա։ Երկրի վրա։ Ասում է, իսկ բարին դա ազնվությունն է, անկեղծությունն է, սերն է, ասում է, բայց դեպքում եթե նա փող ունի, ինչու՞ ոնց է լինում որ բարին հաղթում է, ասում եմ որտեղ ֆինանսները վերջանում են։ Չէ, Զորջան, տատիկս այնքան իմաստուն կին է եղել, ես միշտ ցիտել եմ եւ ցիտում եմ իր խոսքերը։ Մի շատ հետաքրքիր բան էր միշտ ասում, մարդու մեջ չարն ու բարին կռվում էր։ Նայած ով կհաղթի, անգամ օրվա կտրվածքով։ Այո, ժամի էլ կտրվածքով։ Հա, ժամի օրվա։ Չէ, հիմա նայ, ասիր ես չարի հետ կզրուցեմ, հա։ Իսկ ոնց իմանաս ով է այդ չարը։ Հիմա 3-4 հոգով այստեղ նստած ենք, ոչ ոքս չի կանգնի ասի ես չար մարդ եմ։ Ինչ է նշանակում։ Հակառակը, չարը կձևանա բարի։ Ոնց իմանաս ով է այդ չարը։ Իսկ ոնց որ երջանկությունն է, ասում են երջանկությունը պահ է։ Միգուցե չարությունն էլ դա ինչ որ գործողությունն է, թե կան այսպես։ Դե իհարկե, չարը կարող է սպիտակն է, մաքուր հագնված գա, որ քեզ թվա բարի է։ Արի սկսենք դրանից ինչ է անում չարը եւ քանի չար մարդ ես դու քո կյանքում ճանաչել եւ հանդիպել։ Այդպես կոնկրետ չեմ կարող ասել, բայց Այ բա որ ասեցի ինչ որ մեկին մտաբերեցիր, այ ինչ որ մարդիկ եք կան ամեն դեպքում դու ռեժիսոր մարդ ես, պատկերավոր այսպես։ Դե ես ինքս զուտ մասնագիտական, երբ որ ասենք ինչ-որ մի գործի անդրադառնում եմ, սովորաբար բոլոր այդ ենթատեքստերը բացում եմ, կերպար եմ բացում, կերպարի նախախնամությունն եմ բացում, թե ինչի է այս տողը ասում, որտեղից է գալիս իր մոտ այս տողի, այս չար տողի, այս կերպարի մեջ որտեղից է այդ չարը նստած, մանկությունից, հեծանիվ չունենա, օրինակի համար եմ ասում, ինչքան մեծանա, մեկը հեծանիվ չունեցե մանկությունում։ Այսինքն երբ որ դա Ինչքան էլ ունենա, հա։ Ինչքան էլ ունենա հեծանիվ, մեկը փոքր ժամանակ չուներ, հա, ինքը տեղ է մնացել։ Կան էլի տրավմաներ, որը փոքրուց է գալիս, դպրոցից, ընտանիքից, ծնողների վատ հարաբերությունից, մարդը ձևավորման ընթացքում լիքը բաներ, այո, չեմ ուզում փիլիսոփայեմ կամ բան, բայց դա իրականություն է, որ մարդը չարանում է կյանքի ընթացքում, բայց իհարկե արարքները, գործողությունը եւ ժամանակը ցույց է տալի այդ մարդը արդյոք չար էր, թե բարի կամեցող էր։ Մի անգամից չես կարող հասկանալ։ Նույն հաջողությամբ կարող է լինել վերնագիրը չար մարդիկ։ Իմ ֆիլմի մեջ այդ մարդիկ բարի են արդեն։ Արդեն բարի են։ Բարի է նաև մեր մայստրոն, ողջունում ենք մայստրոին։ Մայստրո, այ ասած ձեզ, հա, ում կարելի է կոչել բարի մարդ։ Դե նախ այդ կոչումը չի լինում, այսինքն ամեն մարդ վաստակում է իրեն կոչումը իր գործերով միայն։ Ինչ պետք է անի որ դառնա կամ ոչ մի բան պետք է ապրի, օգնի չկավորներին, գումար տա, բարեգործությամբ զբաղվի, ինչ անի։ Չէ, ժպտա։ Չէ, այնքան ժպտացող երկու երեսանի դեմքեր կան, որ նույնիսկ 4 երեսան։ Այդ քանակը չէ կարող ասել։ 40-ից։ Հա, կա։ Բայց տեսեք, շրջապատում ասեն, վայ այնքան բարի մարդ է, ինչ ասես կանի քո ասած։ Չէ, դե երբեմն նաև շողոքորտություն կա դրա մեջ։
Օրինակ շատ եմ տեսել, որ ասենք իր վերադասի մասին, ինքը հիասք, դա մեզ խոսում ես, ախր մենք էլ արվեստի մարդիկ, գիտեք, մի քիչ ուրիշ զգայարաններով ենք մարդկանց ընդունում, ճիշտը որ խոսանք էլի, այսինքն մի ասած բառ, աչքի, հայացք, չգիտեմ, թեկուզ դիմավորել, ճանապարհել, չէ՞ ասել։ Ամեն ինչը կապ ունի, այսինքն մենք այդ շերտը մեր աչքների ներևում է։ Ու դու զգում ես, որ այդ մարդը խաղում է ուղակի։ Եվ ինքը այն չի, ուղակի ստորադասները որոշում են տենց ինչ որ շողոքորտելու։ Բայց իսկ բարի կամ չար է, ասում եմ, իր գործերով, միայն իր ապրած կյանքով։ Բարին որպես կատեգորիա, բարի մարդ, հա, որպես բնորոշում։ Չի կարող չար բան անի։ Թե բարի է արդեն վերջ, այդպես երազանքների բարի թերին է, Ես օրինակ բարի մարդ եմ, բայց չարություն արել եմ, ես չի որ ու չեմ կարծում որ որևէ մեկը չի արել, բայց չարություն գիտեք ոնց Եթե ոչ վնասակար չէ։ Չէ, ոչ վնասակար, այսինքն դա միամիտ է ստացվել ուղղակի, այսինքն դա ոչ մեկին ոչ մի ցավ չի պատճառել, ոչ մեկին ոչ մի նեղություն չի պատճառել։ Դա ասենք ինչ որ մի հատ իմ փոքր բաններ, որը որ աշխատեց։ Դա դուք եք ասում, հասկանանք դա այդպես է, թե չէ։ Հա, սիտուացիան կարող է բերի այն մի բանի, որ ես համաձայն եմ այսօր, որ սիտուացիան կարող է գան մի հանգամանքի, որ անկախ քեզանից օրինակ ջղայնացած է օրինակի համար վերցրի ես բաժակն ու տվեցի պատին։ Հիմա դա բարի արարքա թե չար արարք։ Կամ դերասանին չընդգրկեցիք ձեր ֆիլմում, ասեց ինքը բարի չի, բարի ռեժիսոր չէր։ Չէ, կապ չունի, կարող է ինձ ես այդ պարամետրներով ուրիշ ձև եմ նայում։ Եթե կարող է ինքը դերասանը, լավ ակտոր է, լավ ինքը դերասանը, այս կերպարին ինձ համապատասխանում է իմ աշխատանքին, կբերեմ կբարեացնեմ։ Եթե կերպարն նրան թվում է, որ ինքը համապատասխան է, դուք ասում եք ոչ, անհամապատասխան ես ու ասում եք դե տեսան ինչ վատ մարդ դուրս եկավ։ Դե ուրեմն դա կրթության էլի խնդրեմ է, դա որովհետև պրոֆեսիոնալիզմի մեջ ինքը չի ասի վատ մարդ դուրս եկավ, նա կհասկանա, որ այդ դերի համապատասխան չի։ Եթե ինքը հասկանա, որ այդ իր դերն է, բան, օքեյ, իր ինքն է մտածում այդպես։ Բայց իրականությունը բոլորովին ուրիշ բան է։ Ինքը կարող է ինչ ասես մտածի, սուբյեկտիվ։ Չարի մասին չհիշեցիր, Զորո ջան, ինչ չար մարդիկ են հանդիպել կյանքում։ Այ չարություն են որ արել, որը ճակատագրական է եղել։ Գնահատական չեն դրել ուսանողական տարիներին, կտրել մանկության տարիներից, միգուցե բաժի ճանապարհ են փակել, դռներ են փակել։ Կամ չար կին է հանդիպել։ Չէ, կինը իմ համար մի ուրիշ ֆենոմեն է, դա ես Գնոջ չարն ու բարին չի լինում։ Չէ, այդ յուրահատուկ ֆենոմեն է կին արարածը իմ համար, որը հարևան։ Այսինքն երբ որ ֆուտբոլ ենք խաղում ապակին կոտրում էր, ծակում էր գնդակը։ Հիմա եթե դա չարություն է, բայց այդ մարդը չի մարդները տունը քնած կամ մեքենայի անիվները չեն ծակում։ Երբևէ մեքենայի անիվը չեն ծակել, դուրս եկեք տեսել եք ինչ որ մեկը չարություն արել։ Անիվները ծակել է։ Չէ, ուրեմն ես եմ վատ եղել, որ եկել է անիվս ծակել։ Մի բան վատ եմ արել, որ եկել են վրեժ են լուծել։ Եկեք այդ կողմն հանել, չէ՞, հա, երկկողմանի, այսինքն իհարկե հիմա ես նայեք այդ կինը որ ծակում էր փոքր ժամանակ գնդակ, ես իրան հիմա հասկանում եմ, այն ժամանակ չէի հասկանում։ Այդ մարդը տունը աշխատում է իր համար, ինքը գնդակը շրախ կապակին կոտրել է։ Բայց այդ կինը զրուցել է ձեզ հետ, ասել է, որ այդ չի կարելի, դուք հետո նորից ասել, բայց մենք նորից խաղացել ենք։ Այն ժամանակվա Երևանն ինչքան է զրուցել, չէ՞։ Դա ծայրահեղ է եղել։ Այն ժամանակվա մեր երևանյան բակերը դա բոլորովին ուրիշ բան էր, էլի։ Ուրիշ էր համով էր, համ կար, չէ՞ հոտ կար էլի այդ ամենի մեջ։ Այն չարությունն էլ էր էլի համով։ Հիմիկվա չարությունը մի տեսակ ուրիշ է այդ։ Չարությունը ոչ թե չարաճճիությունը, այլ հենց բուն չարությունը։ Հիմա չարությունը ինքը ինտերնետն է, ու հենց ինքը բուն չարությունն է։ Այ ուզում եմ խոսենք այդ մասին, տեսեք, հիմա պաստորեն ստացվում է ինչ, եթե մենք փորձում ենք նույն համացանցի որպես հա ցուցիչ վերցնել այդ լակմուսի նման, ստացվում է, որ ինչ, կեսից ավելը ազգի պաստորեն չունի կրթություն եւ այդպեսի չարություն է տարածում, վատ մտքեր է տարածում, գրում է, վնասում է, ինչ է անում։ Մի զարմանալի բան ասեմ, ինտերնետը ինքը ինչքան լավ բան է բերում մեզ բոլորիս, այդքան էլ վատն է բերում։ Ես այնտեղ Լոս Անջելեսում իմ ստուդիայում այդ շատ խելոք տղա ունեմ, ինքը տենց ես կոմենտներ չեմ կարդում, որովհետև իմ համար որին մեկ է կոմենտ ասում։ Հիմա չեք կարդալ ֆիլմի պրեմիերայից հետո Չէ, ոչ թե անտեսում եմ, ես գիտեմ ես ինչ եմ արել, կոմենտները գրում են բանան։ Գուցե ինչ որ մեկը կառուցողական խորհուրդ է գրում, դա էլ է լինում, ասել որ լինում է։ Այդ տղան ֆանտաստիկ ուղեղ ունի կոմպյուտերի հետ կապված, ու ինքը բացում է այդ բոլոր կոմենտներից, միանգամից ինքը ասում է, սա ֆեյք է, ֆեյք է, ֆեյք է, ֆեյք է, ֆեյք է, ֆեյք է։ Դա երևում է։ Չէ, պետք է խորանաս որ երևի, ինքը միանգամից ասում է սա։ Ու զարմանալին այն է, որ մեր իրականության մեջ
երևի 70% կոմենտ գրողը fake է։ Հա։ Ինչ որ մեկը անդեմ անկետակ Հա, գրում է։ բայց մի բան ասեմ, հիմա կոմենտ գրելը, այսինքն մի բան նայեցիր, դուրդ շատ եկավ, ժամանակա չէ գնում այդ կոմենտ գրելը։ Իհարկե։ Չէ։ Իսկ եթե այդ մարդուն չես շարժ, դա զուտ քո բանն է, կարող գրես բրավո մենակ, հերիքա կամ դուրդ չկա չգրեսել, նույնիսկ բանել չասես։ Բայց այդ ժամանակը ծախսելը մի քիչ իմ համար տարօրինակ է։ Պարապեն։ Աջան, Պարապեն։ ահա, եկանք դրան արդեն։ Բայց չարությունը մղում է, եթե մարդ ունի նպատակ, նայ չարը ինքը արդեն նպատակ է, չէ՞։ Չարի մեջ նախանձնեք է։ Առաջին մեն գնել կա։ Հիմա նայ, տես դու նշեցիր քո մանկության տարիների ինչ որ դրվագ, որտեղ դուք երեխաներ եք, այսպես անմեղ երեխայական խաղով վնասել եք ինչ որ մեկին, մեկն էլ վնասել է կին, ահա, հասուն։ Հիմա նայ նույն համացանցից եթե խոսում ենք, այստեղ կոնկրետ անձը չի վնասում այդ գրողներին, նա իր համար մարդ է, բայց ես ինչի՞ չարանում այդ մարդ, այդ չես ճանաչում։ Իմաստը որն է, այսինքն ինքը իրան թվում է, թե եթե ինքը չար բան գրեց, վատ բան գրեց, ես անձամբ ես պետք է դրանից ազդվեմ։ Նույնիսկ բրավո գրողին են քննադատում, ասում են, ուրեմն դու ես այդպեսին, որ գրել ես բրավո։ Այսինքն այդ հասկանում ես մի քիչ պրիմիտիվ բան կա ինձ դրա մեջ, մարդիկ կան, որ ազդվում են այդ կոմենտներին պատասխանում են, ու չեն հասկանում, որ օթի հետ են խոսում։ Ասենք այլ կատեգորիաներին կան կյանքում մանավանդ մեր հայ հասարակության մեջ այսպես կլիշեներ, որ հասարակությունը կարծում է, որ այս ինչ երևույթները, օրինակ, կոպիտ եմ ասում, կներեն ինձ իհարկե հանդիսատեսը, կների ինձ, օրինակ, կեսուրը կամ զոքանչես, կեսուրը չար է, չար երևույթ է, չէ՞, ոնց որ կա բարի, ընդունված է, չէ՞։ Չար զոքանչ։ Որ ասում են չար, այդ էպիտետը միանգամից կպչում, այ ինչու է դա պայմանավորված։ Ինչ նայել այդ խեղճ մարդիկ, որ անտուր չար են համարում։ Իմ համար հրաշք բան ասեմ, տարիների ընթացքում ես եկա այն եզրակացության, որ ինչ կոնֆլիկտ ու սիտուացիա որ լինում է, նախ եւ առաջ ես մատս իմ վրա եմ տանում, հետո նոր դիմացինի։ Այսինքն եթե այս կոնֆլիկտը, սիտուացիան ստեղծվել է, որտեղ եմ բաց թողել, որտեղ եմ թերացել, չհասկացել, լուր իմ մեջ։ Այդ բոլոր իմ այդ սաղ կողմերս հասկանալով, ծանր ու թեթևանելով։ Այսինքն դուք վերլուծաբան եք, ինքնավերլուծաբան։ Դե ավտոմատ է ստացվում դա։ Չէ, մարդիկ այդպեսին չեն այսօր։ Դե հիմա հարց տվեցիք, ես համար պատա ինձ տվեցիք այդ հարցը։ Իմ համար դա վերլուծում եմ, հասկանում եմ ու հաստատ գտնում եմ տեղեր, անկյուններ, որտեղ ես էսենց չանեմ, նոր մոտենում եմ այդ մարդու հետ ու զրուցում եմ։ Ու ասում եմ, այս սա, ու ինքը միանգամից թուլանում է։ Ինքը միանգամից իրանն է ասում, ես ազնիվ խոսք եմ ասում, ես խռով պայել չգիտեմ, ու ես խնդրում եմ բոլորը, խռով պայելը որն է, դեռ կա մի հատ կոնֆլիկտ, այ դու տենց որ ասես, ես դրա չեմ խոսալ, եթե չասես ֆշասնեմ, այ կեսուրը սենց արես, մամջան ես բա դրան կզանգեմ, կասեմ կամ նա, զոնքանչը տեք ավելի քիթը մտցրես մեր ընտանիքի մեջ, չկա տենց բան։ Հիմա, երբ որ դա հասկանում ես, գնում ես ասում ես այ զոնքանչան, այ հոգուտ մեռնեմ, ինչի՞ս է, հա ես էս սխալ եմ արել, այդպես չէ, որ մի քիչ թաքու պես էս մի շաբաթը չպայեցի քո աղջիկան, որովհետև ու արդար ճիշտ ասում ես, այն էլ թուլանես վաղ տղա ջան, ցավ տանեմ ապրես։ Երջանում։ Ինչ հեշտ է ձեզ մոտ ամեն արագ ամենի այդ իմ մոտ է մայստրոյի համար ովքեր ովքեր են չար կերպարներ, այ մեր թվարկած զոքանչը, չգիտեմ, սկեսուր մայրիկը Ոչ մեկ թվարկածից։ իսկ ունեք այ ձեզ համար չար կերպարներ։ Այ հեքիաթներում մուլտերում ոնց է Չէ, դե կամ պերսոնաժներ, որոնք Կաշեի կյանքով ովքեր են չար դա երեխաների համար է, որպեսզի բարին չարից տարանջատելու բան, հա, այսինքն եթե բան է, ասենք այն կաշեի ամահն է, ուրեմն ինքը չար է կամ չգիտեմ։ Քաղաքական գործիչները չար կերպարներ են, թե բարի։ Առհասարակ, որպես շատ տարբեր է, որովհետև ինքը էտել է, հասկանում եմ, իմ համար օրինակ, չգիտեմ, ամեն մարդ իր դիմակն ունի։ Այսինքն կարող է լինել եւ բարի։ Ինքը դիմակը հագնում է գնում աշխատանքի։ Կամ ասեք մուրճը ձերքին մարդը, դատավոր է, որ ասես մուրճով հարվածում է եւ ինքը այսպես Հա, ինչ, ինքը կարող է չար չի, կարող է շատ լավ հայր է։ Ինքը շատ լավ ընկեր է։ Լավ գուշակները։ Դե գուշակը դա ուրիշ թեմա է, դա Մոգերը, չէ։ Դա ուրիշ թեմա է, այսինքն կերպարային, ով է համարվում առհասարակ, չար ոչ թե չարացած, այլ ոչ թե, այլ պարզապես պերսոնաժ, չար։ Ես մեր հյուրեր պետք է համաձայնեմ, որ չար մարդ ընդհանրապես գոյություն չունի, շատ անգամ դա կլիշե է, մարդը իր չար, իմիջիայլոց ասեմ, չարություն անելը շատ ավելի հեշտ է, քան բարություն։ Այո։ Այո։ Որովհետև բոլորն է գիտեն,
Եթե մեկին ուզենաս վատություն անես, 5 անգամ ավելի հեշտ է, քան թե ինչ որ մեկին լավություն անելը։ Եվ դրա համար դա էլ միգուցե Աստծո կողմից տրված ինչ որ մի բան է, որպեսզի դու կարողանաս կողմնորոշվես։ Շատերը դա սարքում են այդ չարությունը իր պատնեշնա, իր բանը, окружающий դա միջավայրի հանդեպ իր պատնեշնա, որովհետև ինքը ունի որոշ պրոբլեմներ, որը չի ուզում ցույց տա, այսինքն ինքը ինչ որ միտեղ իրան թույլ է զգում, միգուցե եւ թույլ չի, բայց ինքը տենց զգում է։ Եվ ինքը չարությունով փորձում է այդ բանը կտրի։ Օրինակ ես շատ անգամ զգացել եմ լիքը մարդիկ ովքեր որ սենց են ապլոմբով խոսում են, բան խփենք, սպանենք, ջարդենք, փշրենք, մի հատ հոյես անում, վախում են։ Ահա։ Չէ՞ դες բան։ Զոր ֆիլմերում առհասարակ հարուստի կերպարը առնչվում է չարության հետ։ Չէ՞ չկա, քիչ ալինը որ բարի հարուստ է։ Աղքատը բարի է, հա։ Ռեժիսոր Մարտես։ Հետքրքրներից սկսած։ Անկամա հիշում ես այդ հարուստների դեմքերը, որ մտնում էին սենց այդ չար։ Այսինքն որտեղ է ընդհանրությունը։ Ասեմ։ Որտեղ է արդարությունը, հա։ Նախ այն առաջինը գուշակ որ ասեցիք, գուշակությունը մեղք է համարվում։ Չէ՞ որ գնում ես ինքը մեղք է, մենք քրիստոնյա ենք, գուշակությունը մեղք է։ Բայց այդ գուշակները տեսել եք իր կողքի ինչ նկարներ է։ Հիսուս Քրիստոս է սա։ Ինչի, որտեղ որ մարդը մտնի դեռ սատանի նկարելի դուրս կգա տեղից։ Այսինքն դա արդեն բիզնեսի թեմա է։ Իսկ ինչ վերաբերում է հարուստին, ինքը փողը շատ բան ուժ ունի։ Ոչ թե մարդուն չարացնում է, այլ փողը գիտես մարդիկ կան կամ մարդ կա որոշում է որ ինքն է ծառայում փողին, շատ հարուստներ։ Կան մարդիկ, որոնք ասում են փողն է ծառայում ինձ։ Նայած հիմա որ հարուստի մասին ենք խոսում, այն որը ծառայում է փողին, ինքը ավտոմատ չարանում է։ Իսկ այն մարդը, որը ծառայեցնում է փողը իրան, то есть փողն է իր ծառան, то есть ինքը ոնց ասի, տենց է լինել։ Դա մեգա հարուստն է էլի այն, շատ հարուստ։ Շատ հարուստ։ Ուզի պետք է արդեն զորքն է փողը դարել իր զորք։ Չէ, բայց կան հարուստներ շատ, որոնք մեծ բարեգործություններ են անում, ճիշտ է, հետո կարող ասես դա թաքսերից, թաքս ոնց է հարկերից դուրս է գալիս, բայց կան հարուստներ, որ ոչ։ Իսկ պաշտոնյաների մասին ինչ կասեք, այ պաշտոնը մարդուն կարող է չարացնել, թե ոչ։ Երբ մարդը ղեկավարում է մի քանի 100, հա, այսպես աշխատակից, կոլեկտիվ մեծ, գիտակից կիրթ մարդուն ոչ, մարդուն։ Իսկ մարդ, որը որ չի տեսել, չգիտի կառավարման միջոց, չի կառավարական դպրոց չանցած, ասկերես դա մասնագիտական բան է։ Բայց ունի այսօր ունի պաշտոն։ Այսենց ասեմ, եթե խոհարարին, որ ինքը խոհարարը, լավ խոհարար է, բերում դնում ես բանի նախարար, ասենք կրթության կամ չգիտեմ, անկա չեմ անում, չեմ անձնավորում։ Նա տեղյակ չի ինչա, կամ լավ մսի կոմբինատի տնօրեն։ Չգիտի ինչա, մեկ փող է գալիս, ես ինչ լավ գործ է։ Բայց ինքը այդ տեղում չի, իր մասնագիտական բանով չի։ Դրա համար ինքը չի կարա չարանա։ Ինքը կչարանա, ոչ թե կչարանա, այլ ինքը արդեն։ Իսկ այդ պարագայում պաշտոնը կչարացնի։ Պաշտոնը կչարացնի իրան։ Իսկ ասենք լավ բժիշկը, որ ինքը բժշկականն ավարտել է, դառնում է գլխավոր, սենց աստիճաններով բարձրանում դառնում է գլխավոր բժիշկ, մեծ հիվանդանոց, ինքը չի չարանա երբեք։ Ընդհակառակը ինքը ավելի եթե թողեն։ Ինքը ավելի կկատարելագործի, որովհետև պատասխանատվությունը իր որպես գլխավոր բժիշկ ավելի կմեծանա, որ իրան ժողովուրդը շատ սիրի, մարդիկ սիրեն, ինքը լավ բժիշկ է։ Ինքը ո՞ս կարա չարան, լավ բաներ է կա։ Սիրո գինը, գիտենք, սերն է, հա։ Այ հետաքրքիր չարության գինը պետք է լինի չարությունը։ Այսպեսի մի խոսք էլ կա, չէ՞, ասում են մեստ վրեժը դա այն կերակուրն է, որը պետք է սառը վիճակում, չէ՞, մատուցես։ Եվ այն մարդն է, ով կրում է վրեժ անունը։ Անկավ։ Հա, հիմա այս տարբերակում ինչ պետք է անես, թե այն պատվիրանը Աստվածաշնչի։ Քեզ խփեցին մյուս այդ բան ամբողջ քեզ։ Հիմա տես։ Ինչ անես։ Քո հանդեպ չարություն են արել։ Ընթուք մինչև Թումանյանը ինչ ասում, չարնել է միշտ ապրուման մեր անեսք նրա չար գործին, որ թիվ լինի թե հերն ու մեր, չէ՞։ Թմկաբերդի ասում է։ Հիմա անեսք նրա չար գործին։ Տես վրեժ հասկացողությունը ինքը իրանով արդեն քեզ չարացնում է։ Եթե լուրջ մտածենք, վրեժը չարացնում է քեզ։ Բայց այդ վրեժը
արդարացի վրեժը ինքը ախր այդ վրեժ բառը մի տեսակ լավ բան եմ ուզում գտնել իրա Ինչը։ Այդ նույն չարությանը նայ Այսինքն դու դատաստան ես էլի փորձում տեսնել։ Այսինքն դու ինքդ դատաստան ես տեսնում Աստծո փոխարեն, որը որ տես չէ, իսկ այդքան ուժ ունես 10 Աստծուն հետ։ Դա էլ է հոգևոր հարստություն։ Ասում Աստված այնտեղ կարմա կա, ինչեւ ես այդքան սպասում, ես ուզում եմ տեսնեմ հանգստանամ, որ մարդը օրինակ, չգիտեմ, ինչ արել։ Սպանել է, վրեժ լուծի, Ինչի համար։ Ինչի համար, օրինակ վերցնենք շատ այսպես տգեղ օրինակ եմ բերում, բռնության օրինակ, հա, մի տղամարդ վրեժ խնդիր է փորձում լինել մի ընտանիքի հետ, ովքեր այդ ընտանիքի տղամարդը բռնաբարել է իր աղջկան։ Դա այսպիսի դասական եւ ցավոտ։ Նայ, դա սրբապղծություն է արդեն։ Արդարացի վրեժը, չէ՞։ Բայց դա սրբապղծություն է այնտեղ կատարվում։ Դա վրեժ չի։ Բա ինչ է։ Դա արդեն գիտես այն արյան այն մի հատ խոսք է ասում արջին կպնես բան չի անի բայց որ արջի քոթոթին կպար անտառը շուր կգա դա արդեն հասկանում ես ինչ է դա սրբա դա այնա ոնց որ մեր եկեղեցականները ժամանակին թուր են առել ու գնացել են պատերազմ ես դա հասկանում եմ ես դա ընդունում եմ երբ որ ասենք խաչը կախված մեր հոգևոր առաջնորդները զենքն առած պատերազմ են գնացել հակասական բան է բայց չէ դա հասկանում ես ինչի մասին է այսինքն տեղ արդեն վրեժի խնդիրը չի դա արդեն արյան հարցն է արժանապատվության հարցն է որովհետև դիմացինիդ արածը դա արդեն բանից նժարից Չէ, բայց օրինակ մի բարի մարդ, օրինակ, այսպես ասած, չակետավը, չէ, ոչ թե լավ է, այլ Աստծոց պատիժը ստանաս, հա, այդ խոսքներ ունենք, Աստծոց պատ։ Այդ դեպքում կարող է հենց Աստված իմ ձեռքով այդ պատիժը դրան տալու։ Ես էլ եմ Աստծո զավակ, այսինքն ամեն ինչ եթե ասում ենք Աստծո թույլատրելի կամքի մեջ, հա, դա չառնել է գործում, բայց դա եթե այդ բանի մեջ է, ես արդեն դա հասկանում ես, արյունդ էլ արդեն գիտակցությունը հոգիդ արյան այդ բանը բարդանում է դա այդտեղ արդեն ոչ մի սահման չի կարող տեսնել մարդկային որ չարությունն է որը ենթակա չի ներման դավաճանությունը բոլորը նույնն են ասում ես վախկոտ մարդուն կարող է հասկանալ իսկ հանուն փրկության դավաճանությունը աջան հանուն փրկության դավաճանությունը չկա տես բան հեքիաթ է դա 100% հանուն փրկության դավաճանությունը ո՞րն է ես կարող եմ վախկոտ մարդուն հասկանամ, կարող եմ վախկոտ մարդուն ներեմ։ Դու մարդ վախենում է։ Ինչու՞ կարող ասես։ Մարդը բարձրությունից վախենում է, ասես գնա նայ, վախում է մարդը ո՞նց ասես։ Կներեմ իրան հաստատ։ Դավաճանությունը վախկոտությունից չի փոխում հաճախ։ Մեկ-մեկ հա, բայց դավաճանությունը դա նաև ծնունդ է։ Դա նաև այդ մի բանն է, որ ես չեմ կարողանում ներեմ։ Միշտ Աստծոց ասում եմ Աստված ջան, մի բան արա, այդ մի հատկությունը մարդկանց մեջ էդ էլ չի ստացվում, չի տալիս ինձ, որ ես դա ներեմ։ Ասում եմ լավ, էլ մի քիչ։ Դավաճանություն բոլոր հարցեր, անձնային, ընկերության մեջ, եւ նաեւ գլոբալ։ Հետարքիր է ինչ տեսակետներ կունենա նաեւ մեր հաջորդ հյուրը, ում այս պահին սիրով հրավիրում ենք տաղավար։ Մեզ միացավ արձակագիր Սարգիս Կոքորյանը, ողջույն, բարի գալուստ լույսը վարերի տաղավար։ Պատահական չէ Սարգիսի ընտրությունը, ասենք որ նաև Սարգիսը մի ամբողջ շարք ունի բարի մարդկանց մասին։ Այսպես այսօր փորձել ենք համադրել։ Բարի աչքեր ունես, այդ չարից չես բարի աչքերով, ես նաև ասում եմ տիպա Добрый, հիշում եք հայտնի Միմինոյում։ Շատ բարի են աչքերը։ Շատ լավ ընդունեցիք, շնորհակալություն։ Ինչ եմ ուզում հարցնեմ։ Այ արտակինից, նույն աչքերից, հա հիմա ինձ համար քո աչքերը բարի են։ Կարող ես մարդուն բնորոշել որպես բարի կամ չար։ Այ, անշուշտ։ Օրինակ հոգեբանները հենց այդպես էլ վարվում են, չէ՞, մեծամասամբ նայում են աչքերին եւ բազմաթիվ հարցերի պատասխաններ արդեն ստանում են, այո, կարծում եմ, այո, բնական։ Ես օրինակ աչքերով ճանաչում եմ մարդկանց, որովհետեւ երբ որ ուղիղ նայում ես աչքերի մեջ, միանգամից հասկանում ես նախ առաջին հերթին քեզ ինչպես է վերաբերվում։ Սա ամենակարևորն է, որովհետեւ բացարձակ բարի եւ բացարձակ չար վերաբերմունք ըստ էության չի լինում։ Կարող է քեզ վերաբերվեն լավ, բարությամբ եւ
հակառակը, բայց դա աչքերից կարելի է, եթե մի քիչ հոտառություն ունենա մարդը, կարծում եմ։ Ում կյանքում չի եղել, երբ ասել են, այս մարդը այնքան բարի է, բարի աչքեր ունի, ժպիտ ունի, բայց ասել են չխափնվես, չէ, նա այդպեսի չի, դա թվացի ալա եւ ժպիտը եւ աչքերը։ Այս շրջապատում, ղեկավարներ են եղել, դա ձևական մարդկանց մասն է ավելի շատ կարծում եմ, բայց նրանք այնքան հեշտ են վատնում իրենք բացահայտում, դա կարծում եմ շատ հեշտ է, միանգամից կարելի է բարձել հասկանալ։ Աշխատակից, այ ասենք, բայց ես լեջստեմ դա ով է ասողը, որ նրա հետ հետո այո, միշտ պետք է դրան ուշադրություն դարձնել։ Չլինում է, չէ, ղեկավարներ ընտրում ես այդ ղեկավարին, հա, վերում ես որպես բարի, ասենք հիմնարկի ղեկավար, կոլեկտիվ ամբողջ կանգնում։ Հետո դուրս է գալիս Հա, բայց ես հարցին եմ գնում, որ ինքը ասում են դրա բարի աչքերին չխափնվի։ Ես ասում եմ սեփական փորձով, ես գնացի ինձ հետ այսպես վարվեց այդ ժպիտով եւ աչքերով։ Ով ասում։ Պետք է ճշտով ասում, ինչի՞ քո հետ այդպես եղել, բայց իմը կարող է տարածել մյուսների վրա ներողություն, կարծում եմ շատ մեծ մեղք է ինքնին, որտեվ արդեն իսկ կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում մարդու նկատմամբ։ Հիմա ես կարող եմ պայմանական ասած ձեզ շատ սիրել եւ ձեզ չսիրել օրինակ։ Հա, ու մայնան ասի դու մի խափի, այդպեսի չի խորհուրդ տա բնականաբար եւ այստեղ արդեն դա թակարդ է ըստեյության, որտեվ յուրաքանչյուր մարդ դիմացինին վերաբերվելիս, դիմացինի հետ առնչվելիս կարծում առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի սեփական փորձին եւ մի բան էլ հաշվի առնենք, մենք ինչպես մոտենում ենք սովորաբար մարդկանց, այդպիսի պատասխաններ ստանում ենք հիմնականում։ Այո։ Ինչպես մոտենում ենք, որտեվ կա չէ, որ կանխակալ ասում ես, գիտես ինքը չար է եւ այլն եւ դու արդեն ի սկզբանե վախերով, ի սկզբանե այսպես ձևավորված, իսկ ինչ կանի, եթե այսպես վարվեմ, ինչ կանի, այսինքն բոլոր սցենարները մտածած գնում ես ու նրանից ավելին չես էլ սպասում եւ երբ որ ստանում ես այն ինչ որ սպասում ես, պետք չէ զարմանալ։ Սարգսյանից, եթե շատ այսպես մեծ ակնկալիքներով եւ բարու եւ գեղեցիկի սպասումով գնում ես եւ բախվում ես հիասթափություն ես ապրում բախվելով չեմ ուզում ասեմ չարին համենայն դեպս բացասականին սա ավելի վատ չի։ Գիտեք, դա էլ կարծում եմ պիտի սովորեցնի մարդուն, ցանկացած իրողություն մեր կյանքում որ կա, ինքը իրականում դպրոց է եւ լավագույն դպրոց է։ Մենք համալսարան, դպրոց, այսպես կրթական տարբեր ճանապարհներ ենք անցնում, բայց պետք է հասկանալ, որ մարդկանց հետ առնչությունները ըստ էության լավագույն դասերն են մեզ տալիս։ Լավագույնը, երբևէ լավագույնը։ Եթե խաղում ենք այդ դասերը։ Եթե անշուշտ դա պետք է խաղել։ Եթե այսպես պրակտիկայի վերածենք, որպեսզի որպես թեզեր մենակ չհնչի, այքանի չար մարդ եք հանդիպել եւ ովքեր են նրանք եղել, անվանական պետք չի, լավ, ինչ գործ են կատարել ձեր կյանքում, ինչ դերակատարում են ունեցել, որ դուք այս պահին մտաբերեցիք նրանց որպես չար։ Տեսեք, հիմա ես ընտրության առաջ եմ, եթե այս հարցին անկեղծ պատասխանեմ, պիտի անկեղծ պատասխանեմ եւ կարող եմ ասել, այո, ես ճանաչում եմ չար մարդ, դա շատ հեռու չէ ինձանից, իմ աներն է, այսինքն կնոջս հայրը։ Եվ նա ըստ էության չար, իսկապես չար մարդ է, բայց գտել եմ այդ գաղտնիքը, ինչու է չար, ինչու է չարացած եւ այլն։ Ըստ էության ժամանակ առ ժամանակ մարդկանց տրվում է փորձություն եւ ընտրելու հնարավորություն, հա, ընտրել լինել բարի, թե լինել չար։ Եվ այդ հնարավորությունը, երբ որ մարդը սխալ է, ի սկզբանե սխալ է օգտագործում, նա արդեն իր ամբողջ կյանքի համար ընտրում է այդ ճակատագիրը, չար լինելու ճակատագիրը։ Եվ հետեւաբար սեփական փորձով կարող եմ ասել, որ այո կա։ Զոքանչ սկեսուներից է։ Ներեցեք, բայց ձեր կինը հիմա ձեր կինն է, թե։ Իմ կինն է, հավերժ իմ կինն է լինելու, Աստծուն փառք դրա համար, մենք շատ սիրում ենք իրար։ Ներողություն, իսկ ո՞նց կա նրա արձագանքի կինը, երբ թե գիտի, որ իր հայրը չար է։ Մենք այս հարցի շուրջ նույն կարծիք ունենք, մենք առհասարակ առնչությունները դադարեցրել ենք հենց այդ պատճառով եւ աղոթք ունենք, որպեսզի ապաշխարություն ունենա այդ մարդը եւ դրանի, երբ որ ես հավատամ օրինակ այդ ապաշխարությանը, գուցե մենք երբևէ նորից ունենք առնչություն։ Սա օրինակ է։ Շատ օրինակ է, բայց պատկերավոր է բավական եւ մտածելու տեղիք չէ, տվեց ինչ պետք է անի։ Ճիշտ բառը ընտրություն։ Մենք ուրիշ բան չունենք այս կյանքում ընտրությունից բացի կամ ինքնրս չարը կամ բարը։ Բայց այո, երբ որ այդ հնարավորությունը մարդու կյանքում ստեղծվում է, այսինքն տեսեք, մենք չարությունն էլ, բարությունն էլ, հա, ինչից են սովորաբար առաջանում իրավիճակներում, որտեղ որ մենք դրսևորում ենք մեր ուժեղ կամ թույլ կողմերը։ Երբ որ մենք օրինակ վախենում ենք ինչ-որ բան կորցնելուց, օրինակ պայմանական ասեմ, հա, փող, դիրք, պաշտոն եւ այլն, մենք ինչ ենք անում, սկսում ենք չարանալ, սկսում ենք այսպես տարբեր ուղղություններով հարցին
նայել եւ տարբեր այսպես դավերով նախանձել եւ այլն։ Եվ կա մյուս տարբերակը հավատալը, ինչը չէ ասում Աստված, ասում է նայեք դաշտի շուշաններին, չեն մանում եւ այլն, այսպես չեն աշխատում, բայց ամեն ինչ ունեն, ես նրանց հագցնում եմ եւ այլն, չեմ ուզում խոսքը այսպես բառացի չեմ հիշում, բայց միտքը այդ է, այսինքն երբ որ դու հավատում ես, որ դու այնուամենայնիվ կունենաս այն ինչ քեզ անհրաժեշտ է, քեզ կտրվի այն ինչ քեզ անհրաժեշտ է, երբ որ դու վախես չունես, դու արդեն չես չարանում եւ շատ կարեւոր մի երբ որ խոսում ենք բարու եւ չարի մասին մենք պիտի հասկանանք մի շատ կարեւոր խոստմունք որ մենք Աստծուց ենք ստացել ասում են վախը Աստծուց չէ վախը կապ չունի Աստծու հետ այսինքն երբ մենք հանում ենք վախերը մեր կյանքից մենք ավելի քիչ պատճառներ եւ առիթներ ենք ունենում չարանալու այստեղ կարծես թե եւ Զորիկի ասածը համակա որ մարդն ինքը իրենից շատ հեռու չպետք է գնա եւ առաջերտին իրեն լինի պատասխանատու եւ ենթակա որովհետեւ այդ նույն չարությունը առաջերտին քեզ է չի վնասելու քեզ է չարությունը բումերանգի էֆեկտ ունի թե չէ Մինչ մանգաս մեղավորներ առաջին հերթին դու վատնում ես ինքդ քեզ սպառում ես կրծում ես հա Տխուր է ցանես կհնձես Չարություն ցանես չարություն էլ կհնձես դրա համար բումերանգա դա չէ դա արդեն դու որոշ բումերանգա իսկ այն հայտնի բանը հարգելի հյուրեր որ հայտնի բան ասելով այդ հայտնի ընդունված խոսքը որ այս մարդուն լավություն արեցի բարություն արեցի ինչու ինձ վատությամբ փոխած օծը տակածնողին կծել է, այդ ոնց է, բայց լավություն ես անում, հենց այդ լավությունն է չարության պատա։ Ես պատասխանում, սիրով։ Տես, ով որ ասում է, տես ես այս մարդուն սարեցի ու ասում է դա, որ ինքը այդ մարդուն չի արել։ Ինքը արել է ինքն իր համար, որպեսզի վաղը մյուս օրը ասի ես այս մարդուն սա եմ արել, վայ ամոթ իրան։ Իսկ անողը Բայց որ դիմացից չի գնահատվում, դիմացինից։ Այսինքն դու արել ես համանի համլրի։ Մի րոպե, արել ես որպեսի գնահատվես, արեք ճշտեք ինչ ես արել։ Անես գցես ջուրը։ Խո իհարկե։ Որտեղ վերևից պետք է գնահատվի կամ մարդուց։ Այսինքն քո ցանկությունը եղել է օգնել, չէ՞ այդ մարդուն։ Թե օգնել, որպեսի հետո գնահատի։ Օգնես։ Ուզել ես օգնել ես վերջ, լավ ես արել, Աստված որդնի քեզ։ Հակիր անցիր, հա։ Իսկ բրծի Կամ եթե հետո պետքա դա երեսով տաս, երեսով չես տալիս, բայց մեկ էլ այդ մարդից է գալիս։ Լսում ես մի բան, որ հենց այդ մարդն է, օրինակ, ժողով է եղել աշխատակիցները, պրիմիտիվ օրինակ բերեմ, այդ լավություն ես արել, ով եղել է քո ընկեր, հենց այդ մարդն է քո դեմ խոսել, ոչ թե ուրիշ։ Այդ ուրեմն դու Հիմա տեսեք, այսպեսի մի խոսք ասում է, ոչինչ անպատասխան չի մնում այս կյանքում, ոչ լավը, ոչ վատը, եւ այդ պատասխանները հաստատ քեզ պետք են, եթե դու դա արել ես, այդ պատասխանները քեզ տրվում են, տեսեք, վատագույն եւ լավագույն բաները ծնվում են արդարացած կամ չարդարացված ակնկալիքներից։ Հիմա տեսեք, երբ որ մենք ես մի ընթացք շատ լուրջ բախում ունեի մարդկանց հետ, կռիվ ունեի մարդկանց հետ, երբ իմ բոլոր ակնկալիքները այսպես մարդկանցից, այսպես ասած, չէին արդարացվել, եւ ես գնացի հոգեբանի մոտ, ինչ հետաքրքիր բացահայտում տեղի ունեցավ մեր զրույցների ընթացքում, ես հասկացա, որ իսկապես ես ձևավորել եմ ակնկալիքներ այդ մարդկանցից, այսինքն ես օրինակ վստահ եմ եղել, որ ամենադժվար պահին նրանք պետք է իմ կողքին լինեն, այդպիսի պարտավորություն եմ դրել նրանց առջև եւ այլն, եւ հետո երբ որ դա չի արդարացել, ես արդեն սկսում էի չարանալ այդ մարդկանց նկատմամբ եւ հետո երբ որ հասկացա, որ դրանք բացառապես իմ ակնկալիքներն էին եւ այն ամենը ինչ որ ես ձևավորել եմ իմ գլխում է եղել եւ կապ չունի այդ մարդկանց հետ ըստ էության, ես հասկացա, որ ոչ թե պետք է նրանց նկատմամբ օրինակ չարանալ, այլ պետք է ընդհանրապես հասկանալ եւ ընդունել նրանց այնպեսին, ինչպեսին կան։ Մենք միևնույն կերպ չենք մտածում, այստեղ 4 մարդ ենք նստած եւ մեր հարգարժան պարոնը, բայց մեզանից յուրաքանչյուրը տարբեր իրավիճակներում տարբեր վերաբերմունք կունենա տարբեր երևույթների նկատմամբ։ Եվ հետեւաբար որքան էլ որ դուք սպասելիք ձևավորեք ձեր գլխում իմ անձից, միևնույնն է ես պիտի կարողանամ ձեզ տալ այն, ինչ գիտեմ, ինչ կարող եմ եւ ինչ կամենում եմ։ Եվ ձեր սպասելիքները հավանաբար դատապարտված են ոչ լիարժեք վերադարձի, հա, այսինքն ոչ լիարժեք պատասխանի։ Հետևաբար սա պետք է հստակ գիտակցել, այսինքն որքան քիչ են ակնկալիքները մարդուց, այդքան քիչ նրան կմեղադրես չարության եւ հույսը դիրքով վրա ապրի եւ մի մեղադրի դիմացինին։ Քանի որ դու մեր այսօրվա այստեղի միակ ծաղիկն ես, արի կլինի դու համեմիր մեր զրույցը
Երկով, ահա։ Չարի եւ բարու մասին երգ եմ շարադրել, այն դրա խոսում եք, ոնց է Ձևափոխել այդպես ասած։ ձևափոխել։ Հիմա տեսնենք ինչ է ստացվել եւ իրականություն արդյոք կա այս ամենի մեջ։ Թե լինես բարի, սիրես աշխարհը, ես կկործանի միշտ պատն ու չարը, թե ունենաս խիղճ, սիրտդ հանեստած, քո հիշատակին կխմեն մեկ թաս, չարը միշտ չար է, մարդուն կվարե, բարի մարդուն էլ կասինաշար է, բարին հաղթում է, միայն գրքերում, չարը այս կյանքում տագտ է փորում, մի հատ էլ կա, բայց թե բարի ես, քոնն է ողջ սերը, ու Տեր Աստվածն է միշտ բարու Տերը։ Բրավո։ Լավով վերջացրեցի։ Այո։ Կարևոր ավարտը բարի էր, բրավո։ Քանի որ երկում գրքերի մասին կար, տեսեք, օրինակ ես հիմա անում եմ իմ դարի օրինակելի շարքը, 10 հատորանի շարք է, որը պատմում է Հայաստանի այն ազդեցիկ մարդկանց, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում բացառությամբ կամ հիմնականում բարին են գործում, եւ այս օրինակները բերեմ, օրինակ Կարեն Համբարձումյանով 10000 մարդու կյանք է փրկել, Արմեն Վարժապետյանով էլի 15000-ի հասնող վիրահատություն է իրականացրել եւ այդքան մարդ է փրկել, փաստորեն Արմեն Վարժապետյանը, որ էլի 10-ից ավելի 1000 վիրահատություն, այսինքն մարդիկ են, ովքեր օրինակ պայմանական տասնյակ դեպքեր, հարյուրավոր դեպքեր անվճար վիրահատություններ, որոնք վերջին ամենասարսափելի պահերին են եղել եւ թվացել է թե մարդը բարի իրական իմաստով մահացել է, բայց նրանք հավատացել են եւ իրենց բարությամբ, իրենց սրտով, այսպես բժիշկը բարի կատեգորիա է, որպես այդպեսին։ Ուզենք չուզենք, Դոբրի դոկտոր, այ բարի, դոբրի իրենց հանդիպած բժիշկները Փառք Աստծոն այդպեսին են եւ իհարկե այստեղ Մահեր մահից առաջ գիրքը, որը էլի շատ լուրջ անդրադարձ կա չարի եւ բարուն, ես հույս ունեմ ժամանակ կունենաք կարդալու, ինչպես նաեւ Հաղթող ապարան գիրքը, որը Բաշապարանի հերոսամարտ։ Շնորհակալ եմ շատ, եւ այս նվերների Հարուստ գրադարան ձեզ։ Մենք էլ ձեռնունայն չենք, այսպես բլից հարցերն ենք հատուկ ձեզ համար, ձեր երկուսի համար։ Եվ այսպես բժիշկի ձեռամբ տուժած կամ փրկված եղել եք թե ոչ։ Ոչ։ Փրկված, բացառապես փրկված, այո։ Որն է ըստ ձեզ այ առհասարակա, ինչու են ասում այ կնոջը տգեղ։ Թեև ասում են տգեղ կին չի լինում։ Ո՞րն է տգեղ կինը։ Կա այդպիսի բան թե ոչ։ Ես չգիտեմ։ Այ քո բնորոշմամբ ինչպիսին է։ Այդ աչքերդ պիտի բուժես, որովհետև կինը տգեղ չի լինում։ Ահա։ Ոչ մի կին տգեղ։ Չէ։ Բավարարական հոգով է տգեղ։ Չար է։ Սերվա։ Դա գեղեցկություն է։ Բերում եմ, էլի բերում եմ։ Ուրեմն քիչ են սիրել, չեն բացել դեռ, չեն բացել։ Կնոջ ես ասացի, չէ, կինը հենց հաղորդման սկզբից ասի կինը իմ համար, որովհետև ուրիշ հանելու կա։ Ինչի՞, բարձ օրինակ բերեմ շատ չխորանամ, նա կինը որ գիտե հենց հիմա զանգելու էր իրաց տղամարդը, հեռախոսը զնգում է, ինքը մի հատ մազը ուղղում է, նոր ասում է ալո։ Չի տեսնում, չէ՞ նա։ Հեռախոսով ոչ, բայց ինքը մի հատ մազը ուղղում է, նոր վերցնում է։ Ուղղորդում է այդ դրանով։ Այ այդ փսիխոլոգիան դա մի քիչ մեր համար անհասկանալի է, բայց մի օր կհասկանա։ Կարծում եմ խնդիրը տղամարդու մեջ է, եթե այդպիսի վերաբերմունք ունի, դե միմյանց շատ հաճախ են կանայք ասում, այ դրա հետ մենք գործ չունենք։ Կանայք ինչ են ասում իրար, այ դրա վերաբերյալ կարծում եմ խոս այ Որ դեպքում են ասում այ տղամարդուն անվայել պահվածք։ Ինչ պիտի անի տղամարդը։ Որ ասեն անվայել։ Չի ստացվում։ Եվ էլի կարծում չէ, փոխարակին տղամարդ փոխհարաբերությունների մեջ պիտի հարվածել է հարցը։ Ամեն պարագայում չկա տենց մի նույնիսկ դավաճանության դեպքում լռել հեռանալ։ Ինչ խփես։ Ուրեմն դու ես բան, որ դավաճանել է, էլ իրան բանուն մի կպցել։ Ինչ խփես, խփած արդեն էլ։ Նույնն է բովանդակության առումով, ես կարծում եմ, որ ամեն դեպքում էլի կին տղամարդ փոխհարաբերությունների մեջ պետք է այդ ամենը դիտարկել։
Այսինքն ցանկացած բան, որ կնոջը խորը ցավ է պատճառում, այդ տրամաբանությամբ պիտի դիտարկենք։ Երբևէ կատարել եք աշխատանք, որը փորձել եք գաղտնիք պահել, համարելով, որ այն հարիր չէ ձեզ։ Այ Ամերիկայում ինչ անվայել բան է։ Անվայել մի քիչ սխալ ասեցի, չէ՞։ Դե ոչ թե ասենք ռեժիսորին հարիր չի կամ բայց պետք է գումար վաստակել։ Դե ես աշխատել եմ, ավտոել եմ քշել, ինչ ասես արել եմ, երբ որ աշխատանք չեմ ունեցել, դա ես համարել եմ վատ բառ եմ ասում, գրդոն։ Հա։ Բայց իմ աշխատանքի մեջ գրդոն միշտ փորձել եմ չանել։ Բա փող պետք է աշխատեմ, ասենք այդ ժամանակաշրջանում, ասենք ոչ մի պրոջեկտ չունեի, բան չունեի, բա ոչ թե հարց չի, ընդհակառակը ես երևի հարցին սխալ եմ բան անում, ինչի լավ էլ նորմալ է։ Բայց գաղտնիք, այսինքն գաղտնիք չեմ պահել, երբ։ Ահա, իսկ ասենք ուսանող ժամանակ ձմեռ պահ կամ չգիտեմ, տելեպոզիկ աշխատ։ Չի եղել նման բան։ Բայց եղել են գործեր, որոնք արել եմ, բարի գործեր են եղել, որը երբեք չեմ ուզեցի իմանամ, որ դա ես եմ։ Ահա։ Ինձ չեն էլ իմանա։ Կարող եմ իմանալ։ Ես օրինակ 13 տարեկանից եմ կանոնավոր աշխատել, ուղիղ 13 տարեկանից։ Հիմա երբ հիշում եմ յուրաքանչյուր գործը առանձնագի կարոտով եմ հիշում, առանձնագի կարոտով։ Ինչ գործեր էին, եթե գաղտնիք։ Ամեն ինչ բանվորությունից սկսել եմ, այսպես հացթուղ, հետո հեռուստատեսությունը իր բոլոր խորություններով, այսինքն լրատվական աշխարհ, չգիտեմ, ամեն ինչ որ հնարավոր է պատկերացնել եւ չպատկերացնել, եւ հասել եմ արդեն միայն որ գրողական գործունեության։ Եթե շատ գումար ունենաք, առաջին երկու իրը, որ միանգամից պետք է ձեռք բերեք։ Ինչ լավ հարց է, Աստված իմ, ինչ լավ հարց է։ Հա, ես մի ընտանիք ունեմ, որը իմ հոգացության ներքո է, նրանց համար տուն կգնեմ միանգամից, առանց վարանելու, հա, միանգամից։ Երկրորդ ընտանիքն ես եմ։ Շուտ եմ ասել։ Հա, ես երազում եմ։ Իրականում եւս մեկ ընտանիք կա, որ էլի մտքում, այսինքն եկեք միանգամից այդ երկու ընտանիքին պատասխան, որովհետեւ ես աշխատում եմ այդ ուղղությամբ։ Ես դուրս մնամ։ Չէ, կարող ենք որպես երրորդ, բայց իրենք բացառիկ առանձնահատուկ դեպքեր են եւ այո, կարծում եմ որ Այսինքն ձեր համար ոչինչ սեփական անձի համար։ Ես կարծում եմ աստծի գումար ունենալ, այն կարծում եմ այն քանի մասներ խոսքը, որ կբավարարի նաեւ փոքր պահանջումներին, որոնք նաեւ որպես մարդ ես ունեմ։ Դուք ինչ կասեք։ Դե շատ գումար նայած ինչ կան, բայց եթե շատ է ինչ որ ես եմ հասկանում, Mark փորձում շատացնել այդ շատ գումարը, հետո նոր զբաղվել մնացած հարցերով։ Էլի շատ-շատի մասին էր գնում խոսքը։ Չէ, որպեսզի ես այնիշ որտեվ շատ եմ ուզում անեմ ինչ որ բաներ, որ երկու իրով չեմ բավարարում։ 10 միլիոն դոլար մաղթ։ Զավատայանցի ոպան հիշեցի։ Չէ, այդքանը չեմ խեղդվի դրա մեջ հաստատ, բայց ցանկությունները շատ շատ։ Մայստրոին էլ էլի այդ հարցը ուղենք։ Մայստրո դուք ինչ կանեք, գուցե ստուդիակը հիմնեք կամ Լիքը գործիկ կառնեմ։ մեկը գործի։ Գործիկ Տես երկու իր, նախ լիքը գործիկ իր համար կառնեն։ Այդպես գիտես ինչքան ցանկություններ կան, որ կարաս անես։ Թող լինի այդ շատ գումարը խոսք։ Այդ երբեմն դա էլ տրվում է, որպեսի քամել քեզ փորձեն, էլի տեսնեն դու ով ես ընդհանրապես այս կյանքում, ոնց կտնօրինես այդ ամեն ինչին։ Դա էլ է։ Սուրբ Զատկի տոնը ճոխ նշելը, հա, այդ դա ցուցամոլություն ավելի շատ թե ավանդապաշտությունս ձեզ։ Այսօր չէ որ այսօր Զատիկ է։ Ուրախություն է դա, ոնց ես ուրախանում։ Դե մարդկային ունեցածով այսպես նեղ հնարավորություններով են նշում, մյուսն էլ ճոխ սեղաններ է գցում։ Դե պետք է հասկանալ, որ ինչ Զատիկ ինչ է, պետք է հասկանալ դա, չէ։ Քրիստոսը հարություն արավ ինչի համար, որովհետեւ ես ու դու փրկվեք։ Այսինքն սա մեր ուրախության չափն է։ Մարդկա դա տորնա էլի ձուն ներկեք փլավ ախպերը կա չի քավորը կա բայց չի բայց ինչն է դու ոնց ես ինքդ քո մեջ գիտակցում է տոնը կարող ես ունենամ մի ձուտանը մի հատ թարխուր մի հատ լավաշ բայց ես այդ օր այնքան ուրախ լինեմ որովհետև ես գիտակցում եմ դա ինչ օր է առհասարակ ես կարծում ցանկացած տոն ոչ միայն Զատիկը նաև ամանորը մեզանից յուրաքանչյուրի ծննդյան օր եւ այլն որքան ավելի այսպես գեղեցիկ եւ այդ ճոխ բառը դուլ տվեք հենց այստեղ օգտագործեմ որքան ավելի ճոխ է մատուցվում այդքան ավելի պիտի ուշադիր լինեք որովհետեւ տակը երջանկություն սովորաբար այդ դեպքերում չկա այսինքն փորձում են լրացնել այդ արհեստական ճոխություններով երբ երջանիկ է մարդը
ընդ որում կապ չունի որ տոնին, բայց հատկապես նաև Սուրբ Զատկի տոնին, կարծում եմ այդ օրը շատ ավելի կարևոր է գրկել այն մարդկանց, որոնց սիրում ես, ներել այն մարդկանց, ի վերջո հենց Քրիստոս չէ, որ նաև Պասխն է ավարտում եւ այլն, այսինքն քրիստոսանալ ինչ որ առումով նաև քո վերաբերմունքի մեջ մարդկանց հետ հարաբերվելիս։ Ես կարծում եմ որքան ավելի շատ է փաթեթավորումը, այդքան ավելի պիտի հասկանալ, որ ներսում քիչ բովանդակություն կա։ Այո, անշուշտ։ Մի փոքր բան պատմեմ, էլի ներողություն, շատ փոքր, աղջիկս նոր արդեն խոսում է, կյանքը հասկանում է։ Բան դե Լոս Անջելեսում իջնաշատ եկեղեցիներ են։ Շատ եկեղեցիներ կան, ասես պապա, ես ինչ տուն է, տունն է, այս տունիկները, այս ում տունիկն է, այս ում տունիկն է։ Նույնիսկ եկեղեցիներին է ասում խաչերը, վրան։ Ասի Հիսուսի տունն է, սա Հիսուսի տներն են, ով է Հիսուսը, բա ասեցի բան։ Ոյս ինչ հարուստ է Հիսուսը, ասեցի, դա այսքան տուն ունի, այսքան մեծ բան, ու հենց այդ տարի Քրիսմասին, իսկ այնտեղ Քրիսմասը շատ լավ են տոնում։ Ավելի լավ։ Ինքը հարցրեց, ասեցի Քրիսմասը, բան, ասեցի Հիսուսի ծնունդն է։ Ասեցի բոլորը Հիսուսի ծնունդը նշում են, պապ։ Ասեցի բա ամենահարուստն ինքն է։ Լավ բան։ Էլի, բա ամենահարուստն ինքն է։ Դրա համար այդ ամեն ինչը բարի նախանձի լավագույն դրսևորում չէ որ երեխայական։ Եթե բարի է, ուրեմն բոլորը հիշում եւ նշում են, հա, ծնունդը։ Հետաքրքիր է այս ասոցիացիաները։ Չարն ու բարու կռիվը քիչ անց կգա հանգուցալուծելու մեր փորձագետը։ Անկախ նրանից դուք ձեզ բարի մարդ համարում եք թե ոչ, գինին վստահ եմ անպայման ձեզ բարություն կփոխանցի եւ այն էլ այս գինին։ Բանարձին։ Չար մարդիկ թող չխմեն բանարձի, գիտեք ինչու։ Որովհետև գինին բացահայտում է մարդուն, չարը էլ ավելի է չարանալու, դե բարին դառնալու է էլ ավելի բարի։ Այնպես որ չարերի համար չէ այս գինին, այս գինին բարի մարդկանց համար է, որպեսզի աշխարհը ոտքի տակ տան, կատարեն լավ գործեր, կատարեն բարձր այսպես գործեր, ստեղծագործեն, նաև ստեղծագործեն, բարեգործություն անեն։ Բայց չասեք որ չարեք, խմեք, լավ գինի է։ Տիգրան, հետաքրքիր բան եմ ուզում ասեմ։ Նայ, հաճախ ասում են, որ չար մարդիկ մի տեսակ նիհար են լինում, իսկ բարիները լավ մարդուց պետք է լինի շատ, չէ՞։ Ինչ է, ես համաձայն չեմ։ Ես համաձայն չեմ։ Հա, ուրեմն դու չար ես։ Չգիտեմ, չար ես թե բարի ես, բայց համենայն դեպս այս առանց խմորիչի լավաշից ես օգտագործում, ես գիտեմ, դրա համար ես։ Հա, պատճառը դա է, որ Տիգրանը բարեկազմ է, ոչ թե նա, որ նա չար է։ Քո ձեռքում դիետիկն է, իմ ձեռքում ավանդականն է, կան նաև ածուխով եւ կանաչիներով լավաշ։ MG-ից, գիտես։ Բայց գիտես, չէ, հիշում ես Նաղաշը, լավաշը, հայտնի մուլտֆիլմը, այ ոնց է ուտում լավաշը եւ բարի գործեր անում, բարի անում, չէ։ Իսկ Նաղաշը էլեկտրական վարանում էր պատրաստում լավաշը, թե ոչ։ Կապ չունի։ Ունի։ Այս պարագայում ունի, որովհետեւ MG լավաշները պատրաստում են էլեկտրավարաններում եւ վնասակար նյութեր չեն փոխանցում։ Առավել եւս յուրաքանչյուր մարդ, անգամ չար մարդ, որ ուտի MG լավաշ, կբարիանա, բարին կձգի դեպի իրեն, բարի կտարածի, բարին ընձես։ MG լավաշ թխվում է հիմա։ MG լավաշ։ Սպիտակ աթոռի վրա տեղ զբաղեցրեց մեր փորձագետը հոկեբան Մարիան Նավետիսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, մեր սիրելի հոկեբաններից։ Ուրախ ենք ձեզ ողջունել, այո, ինչ տեղի ունեցավ քիչ առաջ, երբ ես ու Մարիանը ներկայացնում էինք մեր հովանավորների արտադրանքը, այդ ընթացքում մեր հյուրերը օգտագործելով գունավոր մատիտներ փորձեցին պատկերել բարու իրենց պատկերացումը։ Ըստ հոկեբանի, ով տվեց նրանց առաջադրանք։ Կարող փոխանցել ձեր աշխատանքները Մարիաննային, ահա, տեսնեք։ Մինչ փոխանցել մի փոքր երևի թե, հա, խոսենք թեմայից, ապա բացահայտենք ձեր երկուսի։ Աչքերով կարող ենք թաքնված կողմը։ Այսպես հասկանալ, ով է մեզանից չար, ով է բարի։ 4-5-ից։ Հոգեբանական տեսակետից առողջ է, երբ որ դու կարող ես ինտեգրացնել եւ բարին եւ չարը, չկա միանշանակ բարի եւ չկա միանշանակ չար, այսինքն այդ երկու հասկացություններն էլ պետքա կարողանալ ընդունել, թույլ տալ, որ իրանք լինեն, նույնիսկ ամենավատ չար մարդու մեջ կա դրական կողմեր եւ հակառակը, այսինքն դա մարդու բնությունն է, ոչ մի դրական բան չունի։ Ո՞նց անեք բա։ Հումանիստական ունի,
Պետք է կարողանալ գտնել այդ լավը, կենտրոնանալ դրականի վրա եւ փորձել դրա վրա կառուցել, համագործակցել, զարգացնել այդ դրական կողմերը։ Աչքերով չենք կարող պաստորեն հիմա ասել, այ արտաքինից կարող ես բնորոշել մարդու։ ֆիլմը ոնց են ասում, «Добрые глаза»։ Սովորաբար գնահատում ենք կամ մարդու խոսքը, կամ վարքը, կամ էմոցիոնալ պահվածքը։ Այս պարագայում վարքը չենք կարող դիտել, խոսքով նույնպես որտեղ իրավիճակից է դա նաև պայմանավորված։ Բայց նկարով կարող ենք։ Նկարելով կարող ենք դրական եւ բացասական կողմերը գնահատել մարդու ներսի եւ տեսնել խոսքի միջոցով ինչքանով է նա կարողանում դրանից հետ հաշտ համագործակցել, որտեղ մարդը ինքն իր հետ է պետք է կարողանա համագործակցել։ Սիրելի Տիկին Ավետիսյան, այսպեսի մի հարց նորից պետք է մեր Սարգիսին անդրադառնամ, ով իր կարծես թե ոչ մտերիմ, բայց բարեկամին բնորոշեց կոնկրետ, հա, չարության այդպես բնորոշմամբ, արդյոք դժվար չի քո մտերիմ մարդուն արյունակցին երեխայի հետ կամ ծնողիդ ընդունել որպես չար եւ դրա մասին բարձրաձայնել։ Մարդը դրան, չէ՞, որտեղ դա իսկապես շատ լուրջ բան է։ Այսինքն մենք տեսնում ենք, հեշտ ասում ենք դիմացինին, այդ չար մարդ է, թեկուզ ընկերոջը չար է, բայց արյունակցի եւ մտերիմ ազգակցականին Այսպես ծնողին երբեմն ասում են, այ, հա, չգիտեմ, մայրս չար է, չար անձնավորություն։ Ես ուզում եի բևեռայնության մասին ասել, որ մենք ցանկացած հուզավիճակ իր մյուս բևեռը ունի։ Մենք ինչքան էլ որ ասենք մեր ծնողներին սիրում ենք, իրականում կապա, որ մենք նաև ատում ենք իրենց։ Ուղղակի մենք դրա մասին չենք բարձրաձայնում, բայց դա նորմալ է։ Եթե կա սեր, ուրեմն պետք է լինի նաև ատելություն ինչ-որ ժամանակ, այսինքն այստեղ ոչ մի արտառոց բան չկա։ Ուղղակի մարդը պետք է կարողանա ճիշտ ինտեգրացնել այդ հասկացությունները իր մեջ։ Քո սեփական ծնողի հանդեպ էլ կարող ես երբեմն ատելություն զգալ, բայց այստեղ է խնդիրը, որ մարդը կարող է մեղքի զգացում ունենալ, որ վա, ես ուրեմն վատն եմ, որ ես իմ ծնողին հանդեպ այսպիսի զգացողություն ունեցա, բայց իրականում դա նորմալ է, դա մարդկային է։ Բոլոր էմոցիաները, գունապնակը հույզերի մարդու համար է, պետք է եւ չար լինել եւ բարի լինել, եթե պետք է զայրանալ, վշտանալ, ուրախանալ, ապրել եւ այդ էմոցիաների միջով անցնել։ Սա է մարդկային առողջ մոտեցումը։ Ներողություն, երեխան գնահատում է իր ծնողին ըստ չարության, բարության, այսինքն չար է ծնողս չեմ սիրում, թե իմ հանդեպ վարվեց սխալ։ Այսա հասկանանք, սա կարևոր է։ Այո, սա գնահատողական կոնստրուկտ է։ Երբեմն ես կարող եմ հարց տալ, օրինակ, ինչ պիտի անի ծնողը, որ դու սիրես։ Եվ մարդիկ կարող են օրինակ բերել, օրինակ, ես մի իրական դեպք ասեմ, մի տղա ասեց, որ եթե ինձ բանակից ազատեն, ես կհասկանամ, որ ինձ սիրում են։ Այսինքն մարդը միշտ պայման է դնում սիրո համար, բայց առողջը նա է, որ մարդը սիրո համար պայման չդնի։ Ոչինչ պետք չէ, որպեսզի ծնողին սիրել։ Այո, ոչինչ պետք չէ։ Չունենալ էլի մարդկանցից։ Այո, եւ հակառակը պայման պետք չէ դնել ոչ սիրո համար, էմոցիայի համար, բայց մարդկանց թերություններից մեկը նա է, որ մարդիկ միշտ պայման են դնում նույնիսկ հարազատի առաջ։ Բայց նույնիսկ կարող է իր առաջ պայման կարծես թե չի դնում, անդադ սпасելիք։ Կարող է մարդը ինքն իր առաջ էլ դնել եւ այստեղ խնդիր ունենալ, որովհետեւ ինքն իրեն կարող է չընդունել, ինքնագնահատականը վնասել։ Ես պետք է սա անեմ, ուրեմն ես լավն եմ։ Ոչ, պետք չի դա անել, որովհետեւ դա կարող է չստացվել եւ մարդը այստեղ հիասթափվել։ Եկեք անցնենք մեր հյուրերի նկարներին այնուամենայնիվ հասկանանք թե ինչ է ստացվել իրականում, ով ինչ է պատկերել։ Հրահանգը այնպիսին էր, որ մի կողմում պետք է նկարել դրական կողմերը, մյուս կողմում բացասական։ Զորապետ Գասպարենցի։ Այո, սկսենք, տեսեք, նկարը ցույց տամ, որ մեր նկարի հեղինակը, չեմ հասկանում սա դրականն է, սա բացասականը, կարող եմ ենթադրել։ Թղթի աջ կողմում նկարել է դրականը։ Ես չէի ասել, որ կողմում նկարի, թղթի ձախ կողմը անցյալն է, աջ կողմը ապագան է։ Հստակ, այսինքն մարդը իր առջև դրել է զարգանա դեպի դրականը եւ եթե տեսնում եք, մեջտեղը ուղակի գիծ չէ, այլ ծառ է, իսկ ծառը զարգացման աճի սիմվոլ է, այսինքն մարդը ամեն ինչ անում է, որպեսզի իր դրական կողմերը զարգացնի, այսինքն հոգեպես անձնային մասնագիտական առումով ասեմ, անձնային աճի ճանապարհին է։
Ինքը աճում է, զարգանում է, տեսեք ծառը ինչ հպարտ վերև է բարձրանում, ինքը էներգիա է, այսինքն օրինակ մարդիկ կենցաղում երբ որ ապրում են, մոռանում են ռեֆլեքսիայի մասին, ինքնավերլուծության, ինքդ քո հետ մենակ մնալու, զարգանալ, այսինքն քո անալիզը սեփական անելու, բայց մենք կարող ենք ասենք, որ մեր հեղինակը այդպիսինը չի, ինքը շատ զբաղվում է իր ինքնարեֆլեքսիայով եւ այս ծառը դրա խորհրդանիշն է նվիրված էր ընտանիքին հայրենասերը տեսեք տուն է նկարել սարեր հպարտություն բայց դե բնականաբար այո որպես հոգեբան կարող եմ ուղղակի որպես խնդիր ասեմ որ բնականաբար մի քիչ տագնապներ ունի թե կկարողանա արդյոք կառուցել այն ինչ որ պլանավորել է կունենա այն ինչ մի քիչ կպչում մտքեր նկատեցի տագնապներ ապագայի հանդեպ նու տենց գուցե սուրը հնչում, բայց կամ այլ ոչ ասենք կաշի բիսմերտն երբեմն կարելի է հենց հեղինակից հարցնել, եկեք հեղինակից հարցնենք, ինչու եք հենց կակտուս նկարել ձեր վարսական եղել կամ բաներ կամ անցյալ բաներ կան, որ անարդարության դեմ միանգամից փշոտում եմ ես բայց տեսեք ինքը հստակ կոնկրետ շատ բացասական չի երբ որ մարդուն հարցնում ես որն է քո բացասական կողմը երբ որ մարդը գիտակցում է որն է իր բացասական կողմը եւ ասում է դա նշանակում է որ ինքը չի աշխատում դրա վրա դա պահպանում է շարունակում է հետը տանել իրականը դրականն է երբ որ մարդը օրինակ ինքը հիմնականում չգիտի որն է իր բացասականը որտեղ եթե իմանար կաշխատեր դրա վրա սա է անձնային աճի ճանապարհը իհարկե լավ է գիտակցելը բայց ինչ անել դրա հետ չէ թողել այդպես պետք է անպայման մարդը աշխատի իր որակների վրա բայց մարդկայի բացասական կողմը իրեն դուր է գալու օրինակ փշոտ լինելը այդքան էլ վատ բան դուր չի գալու բանա բայց տեղեր կա պետք չի Անասում են Պես ինքնակնդադատել ռեֆլեքսիա ասեք դրան առողջ ռեֆլեքսիա ասես այդտեղ սուսմանա իրեն չէ բայց կապ չունի չեմ դիմանում բայց երևի ժամանակի տարիքի ասում եմ բան չէ мудрость это глупость которая накапливается годами на это հաստատ քո այսպես ստիխիա հա ինչպես են ասում դա կրակը կլինի հա կրակի ներքո որովհետև կրակ գնացինք աստղաբանություն տարերքները հոգեբաններն են օգտագործում որպես կարգավորիչ սկզբունքներ բնության որպես մասնիկ որտեղ մեր ներսում էլ կան այդ բոլոր տարերքները դե հեղինակը ասաց որ սա փշոտության նշան է բայց ինչպես տեսնում ենք ես օրինակ կգնահատեի որ նախկինում գուցե ավելի փշոտ է եղել որտեղ մարդը զարգացել է իր վրա աշխատել է դա անցյալի բայց դարքինի որ աճած կակտուս է փոքր չի նկար մեծ կակտուս գարշոկի մեջ այդ գարշոկն ա որ պետք չի այդ գարշոկը ասեմ ինչ է նշանակում եթե բույսը բնության մեջ է նշանակում է ինքը ցանկացած պայմաններում դրսևորվում է բայց այստեղ ուրեմն տնային պայմաններում է դրսևորվում այտենց շատ հանրահայտ չի դրսևորվում որտեղ պատահի այդ փշոտությունը դուք չեք տեսնում թաքնված բակող ինքը թաքնված չի ինքը շատ մտերիմները միայն կարող են դա նկատել դա տեղին անտեղին չի լինում ինքը կոկիկ հավաքված մի տեղ է եւ տնային պայմաններում կարող է արտահայտվել այնպես որ դուք իրեն այդպեսին չեք կարող տեսնել կամ գուցե չգիտեմ ինչ պիտի լինի որ դա տեսնեք Պրեմիերայից առաջ ոչինչ չչացրեցինք, ոչինչ չերեսել։ Անցնենք հաջորդ նկարը սիմվոլներ են։ Նկարը դժվար է երևում, գույները, տեսեք դուք էլ եք հազիվ տեսնում, նշանակում է թաքնված է։ Մի գույն է օգտագործվում։ Այո, դեղին գույն է օգտագործված, բայց շատ բաց է։ Այստեղից էլ կարող ենք հեղինակի ընտրության հետ կապված եզրակացություն անել, որ ինքը արտահայտված չէ, շատ խորն է եւ նույնիսկ ասեի դժվար է իրանց հետ աշխատել, ընտանեկան դաստիարակությունից է գալիս, շատ խորքային խնդիրներ նու խնդիր չասեմ, կարող եմ ասել ձևավորել։ Եթե այդպես օրինակ ասենք, եթե այստեղ դրանց վրա չի նեղանա, չէ՞։ Եթե այստեղ մենք հեշտ կարող ենք անալիզ անել, ռացիոնալով, տրամաբանականով մարդու վրա հետ աշխատել, այստեղ դժվար է։ Դե ես գրող եմ, կարծում մի քիչ բնական պիտի այդպես լինի, շատ լավ։ Այո։ Քառակուսին ինքը սովորաբար նախ տղամարդու սիմվոլն է, ռացիոնալի, բայց մյուս կողմից է նաև փակուղու սիմվոլն է։
Այսինքն քառակուսի նշանակում է տուպիկ։ Մարդը հաճախ կարող է ելք չգտնել իրավիճակներից եւ ֆրուստրացվել, ագրեսիվանալ, որտեվ ես օրինակ խորտ կտամ ուրիշ սիմվոլ նկարել, որպեսզի քառակուսուց դուրս գալ, մոտավորապես այսպիսի սիմվոլ։ Ես շատ երկար մտա, եկեք պատասխանեք։ Ես երկար մտածեցի ինչպես նկարել իմ բացասական կողմը, որը օրինակ պատասխանատվության շատ ցածր այսպես մակարդակն է, ինչպես նաև երբեմն դա նաև դրսևորվում է ալարկոտությամբ։ Մեզ դա կարծում եմ քառակուսի է, որից ես երբեք դուրս չեմ գալիս, այսինքն միշտ իմ ալարկոտության եւ անպատասխանատվության համար ժամանակ եւ միջոցներ գտնում եմ։ Հիմա ես դա նկարել եմ այդ քառակուսի մեջ։ Նաև հետաքրքիր է այդքան մատիտների մեջ գունավոր դուք ընդհանրապես։ Ես փորձեցի գտնել մեկը, որ ավելի լավ կնկարի, բայց չի երևում։ Այսինքն ինչի մասին է։ Քառակուսին սովորաբար սիմվոլը ինքը ասում է իր հոգեվիճակի մասին ներսում եւ դա նշանակում է որ սիմվոլով մեկ այլ սիմվոլով էլ կարելի է հոգեվիճակը փոխել եթե դուք ուզում եք ալարկոտությունից եւ այդ զգացողությունից անպատասխանատվության դուրս գալ ինքը շատ խորքային է ես դրա համար ասում ենք խոսելով իրան չեն կարող անել ինքը շատ խոր արմատներ ունի դրա համար ենթագիտակցության վրա ազդելու համար ես կառաջարկեի մեկ ուրիշ սիմվոլով այս սիմվոլի վրա ազդել այնպես ազդել, որ դուք նույնիսկ չգիտակցեք, թե այդ փոփոխությունը ոնց գնաց։ Դուք փոխվեք, բայց չգիտակցեք։ Մենք ունենք այդպիսի տեխնիկաներ, հենց արտ-թերապևտիկ տեխնիկաների մեծ մասը ենթագիտակցական են ազդում, որովհետև սա շատ դժվար կլինի ձեզ հաղթահարել։ Ես արդեն նույնիսկ մտածեցի հաջորդ անգամ կարելի ճանապարհ նկարել օրինակ։ Կարելի է, բայց քառակուսիներից դուրս գալու լավագույն սիմվոլը նույն քառակուսին է, բայց տեսեք, ոչինչ ֆորմատով ցույց տամ, այսպիսի սիմվոլ ունենք։ Ինքը քառակուսուց դուրս գալու, ինքը էլի քառակուսի է, բայց քառակուսու ճանապարհն է ցույց տալի, հա, ու քառակուսի երիզներով, այսինքն ռացիոնալ տրամաբանական քայլերով գնալ առաջ։ Եթե դուք այդ սիմվոլը խզբզեք, իմիջիայլոց մարդկանց խզբզանքներն էլ նշանակություն ունեն, դա ձեր ներսում տանելու է փոփոխության ու դա գիտակցական չի լինելու։ Կոտորվեցի թղթի վրա խոսելուց դոլար նկարել էսպես, դոլար նկարել էսպես։ Էլ մի եվրո նկարել։ Կամ յուան, լավ բան չունեք ասել։ Դուք ունեք նաև շատ դրական, կամ այստեղ ես տեսա ծաղիկը զգացմունքայնության մասին է խոսում, այսինքն ձեր նկարները տեսեք խաչը, քառակուսին, տուն, իրանք բոլորը տղամարդկային սիմվոլներ են, բայց ձեր ներսում կա մի հատ շատ նուրբ, այսպիսի անկյուն, որտեղ շատ զգացմունքային եք, որտեղ ձեզ շատ հեշտ կարելի է խոցել, էմոցիոնալ առումով շատ նուրբ եք, ինչքան էլ որ առաջին հայացքից ռացիոնալ թվակ, կարող եք շատ ծանր ապրումներ ունենալ, նույնիսկ թեթև ինչ-որ մեկի հուզական վիճակը կամ տխրությունը տեսնելով ծանր տանեք, բայց դա ոչ մեկ չիմանա, բայց իրականում շատ նուրբ կարող եք լինել։ Ինձ հետաքրքիր է մայստրոն ինչ կնկարել որպես այ բացասական կողմ, ինչ կպատկերեք մայստրոն։ Չգիտեմ, պետք է դեմս լինի, որ ես նոր գիտակցեմ։ Հիմա ինչ էլ ասեմ, կարող եմ ես ուտ ասեմ։ Այ կակտուս նկարեցին փաստորեն, տես ու քառակուսի։ Դոլար ասեցի մի բան պատմեմ։ Դերից մեկ երեխուն ատամահատիկ է անում։ Դե բան են դնում, չէ՞ ատամատի պիտի դա։ Հետո տեսնեմ սա դոլար է։ Ինչ է ասես, զզվակելի փող է պետք։ Այլ ընտրանք չունի։ Լավ ծրագիր է տվել։ Ինչ էլ վերցնեմ եւ նկարել։ Ստիպել է աշխատել իր համար, այո։ Եթե հյուրերը ավելացնելու բան չունեն, մեր փորձագետի եզրանների հետ կապված։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ, որ վստահեցիք ինձ։ Եվ նաև մենք ենք շնորհակալ բացահայտումների համար։ Շատ դյուրին, շատ պարզ։ Եվ ձեր խոսքը միշտ շատ հասանելի է հանրությանը, ինչը տարբեր շերտերի մոտ տարբեր արձագանքներ է ստանում, բայց ամենակարևորը, որ դրա մեջ կա անկեղծություն եւ մատչելիություն։ Եվ իհարկե բարձր պրոֆեսիոնալիզմ։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ ենք։ համար։ Շնորհակալ ենք նաև ձեզ եւ իհարկե հեռուստայատողներին անկախ ամեն ինչից ամեն դեպքում փորձեք լինել բարի։ Հանդիպենք մյուս շաբաթ։ Գնացեք մեզ հետ։